Տեր Հիսուս Քրիստոսի անունով ողջունում ձեզ բոլորդ, որ այս առավոտ կարողացաք Տերոջի դունը գալ իր խոսքը վայելելու եւ զինք բաշխելու։ Հոդնգայս պիտի երգենք 371-րդ երգը, Գիրագի առավոտ, այս առավոտ օրհնյալ։ Որ Սուրբ Հոգին միջոցով օրհնվենք ամեն մեկս այս առավոտ։ Մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 2 փնության մեջ Աստծո փառքը, որ է Սաղմոս 19։ Երգինք Աստծո փառքը գբատնե ու երգինքի հաստատությունը անոր ցերկերուն կորձերը գծուցնե։ Բայց ամեն երգիր ելավ անոնց հնչյունը, ու մինչև աշխարհի ծայրը անոնց խոսքը, անոնց մեջ արևին համար վրան մգանքնեց։ Ու այնուհետև պատրաստեն ելած Էսայի պես է, գզոր մարկուպես իրիան բազելով ուրախանը։ Անոր ելքը երգինքի ծայրեն է, ու անոր շրջանը մինչև անոնց ծայրերը, և անոր դակութենեն Փամը չձածկվիր։ Դերոջը օրենքը կատարյալ է, հոգին գնորոք է, դերոջը վրայությունը ճշմարիտ է, լկետը իմաստուն է։ Դերոջը գանունները շիդագի են, սիրտը գուրախացն է, դերոջը բադվիրանքները բայձարի են, աչքերուն լույս կուտան։ Դերոջը բախը սուրբ է, աղիքյան կմնա, դերոջը դրաստանները Ցանգալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են, մեղրեն անուշ են ու խորիսխե գաթած մեղրեն, նաև կուծարատ անոնցմով գխրադվի ու զանոնք բահելուն վարձկը շատ է։ Ով գրնամի կատներ իրանցանները, ծածուկ մեղկերեն զիսմակրե։ Ամպարտավան մեղկերեն ալ բահե կուծարատ, թողանոնք ինձի չդիրեն, այն ադեն ամեղ գլամ ու գմակրվիմ մեծ անօրենություն է։ Հերենից խոսքերը, սրտից խորհուրդները,
Դեր օրդներ խոսքին ընթերցումը գարավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոչկան մոդեցնե։ Ով դեր որքան պարկ ուդանք այս օրհնյալարիթին համար, այս դերունական օրը դարձյալ մեզի շնորհեցիր, կյանք պարգևեցիր եւ գրցանք դաջարիտ մեջ քալ, մեր սրդին քոհունակությունը, շնորհակալությունները հայտնել։ Քեզի դեր որդուն ամեն բան ստեղծեցիր, մեզ ստեղծեցիր քու պատկերովդ եւ դեր ըսկանչելի կորձերդ գվայելենք ամեն օր, շնորհակալ ենք, որ քեզի պես բարեքուտ ողորմած Աստված ունենք, այո դեր որքան փառք ուտանք, որդու մեր մտքերը եւ սիրտերը լուսավորած ես խոսքիդ միջոցով եւ մենք դեր այս փափակով, հավատքով, գիտակցությամբ գուքան քեզի հետ հաղորդակցելու շնորհակալ ենք, որ մեզ մեղքի դիրմին մեջ են վերցուցիր, շնորհակալ ենք ով դեր քու բոլոր կորձերուդ համար մեր կյանքերուն մեջ եւ միջոցով, երբ հիշենք քու օրհնություններդ, քու հրաշքներդ, անոնք անթիվ եւ անհամար են, բոլորին համար այս արավոտ միաբերան հավաքված շնորհակալություն գայտնենք եւ գուզենք, որ դեր մեր պաշտամունքը օրհնես ներկայությամբ եւ խոսքովդ, ով դեր եթե դու չխոսես մեզի մեր հոս հավաքվելը իմաստ չունի, եթե քու ներկայությունովդ խոսքովդ մեզ չմխիթարես, չկաչալերես, չուղես, չխրադես, մեր հավաքվելը իմաստ չունի, բայց դեր կհավատանք, որ դու մեր մեջ ես խոսման համաձայն եւ այս հավատքով գուքանք եւ կխնդրենք, որ քո օրհնությունդ հանգչի յուրաքանչյուրիս վրա, խոսքիդ մատակարարությունը օրհնես, շինությունը լա, մեզ դեր մեր հոգևոր կյանքին վերելքին նպաստե, աճինք եւ մեր հավատքը շինենք ողջամիտ վարդապետության վրա եւ այսպես ով դեր մեր կյանքերը բդղափեր ըլլալով քո անվանդ բադիվ բերեն հիշե դեր մեր բոլոր հիվանդները անոնք որոնք դժվարություններ ունին նյութական հոգեգան բոլորին դու փուժես եւ բոլորին ողորմիս օգնության հասնիս եւ ամեն պետք դու հայթայթես Խրովյալ երգիրներն ալ քեզի կբերենք, աղոթած ենք, պիտի շարունակենք աղոթել, հոն գտնվող կուզավակներդ եւ անմա հոգիներ, միլիոնավոր հոգիներ ամեն օր դեր, նեղության մեջ, դժվարության մեջ, գաղոթենք դեր, որ այդ վիճակներու մեջ ալ քու հոգիդ կործե իրենց ներսիտին եւ անոնք խոնարելով քու դեմքդ խնդրեն, մեր հայրենիքն ալ ցերկերուտ կբերենք, ողորմիսով դեր մեր ժողովրդի ղեկավարները, քաղաքական, գրոնական, բոլորին քու իմաստությամբ օժդես եւ այսպես ով դեր գարենանք ազգովին քեզի համար ապրիլ քու հրաշքներդ որ վայելած ենք, դարձյալ վայելենք եւ մանավանդ ավետարանի բարի լուրը դարածենք մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն ով դեր այս ամենը մեր փրկին Հիսուսի անով գաղոթենք, ամեն։ Ամեն։ Մեր պարապանությունը շարունակենք երկելով 287-րդ երգը մի վախնար քեզ հետ եմ օրհնյալ շող ոսկյա
Փառք Տերոջ, որ այսպիսի Աստված ունենք, որ խոստում տված է, որ մեզ առանցին չթողուր նույնիսկ մեր ամենաթժվար վիճակներուն մեջ։ Մեր հաջորդ երգը բիդելա 250-րդ երգը Օդարիեմ ու բանթուղթ երկրի վրա ամեն տեղ։ Կարևոր պատկան մնե սիրելներ, որ Աստծո հետ հաշտվենք, քանի դակավին ողջ ենք։ Մերնել են ետք ովևէ օգուտ չունենար, ովևէ զղջում, կամ ովևէ մեկը որ քեզի համար գաղութ է։ Անձը պետք է Աստծո հետ հաշտվի եւ իր հարաբերությունները շտկե։ Մեր վերջին երգը երգել է յետև պիտի ունենանք հայտարարություններ եւ ապա նվիրահավաք։ Մեր վերջին երգը պիտի լա 313-րդ երգը Ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է։
Դեր շնորհիվ որ բոլորսալ ապրենք, վգայենք, փառավորենք մեր Տերը Փրկիչը։ Աստծո խոսքը մի գարտամ երրորդ թագավորաց 17-րդ գլուխին 10-16 համարները երրորդ գիրք թագավորաց 17 10-16 Եվ անիգա ելավ Սերապտե կնաց, Սարեպտա կնաց, ու քաղաքին թուրը հասնելով դեսավ, որ որբևարիգի մփայտ կժովեր, ուզանիգա գանչեց ու սավ, գաղաչեմ ինձ ամանով քիչ մչուրփեր, որբեսի խմեմ։ Ու երբ անիգա փերելու կնաց, Եղիա անոր յետևեն գանչեց ու սավ, ցերկդ բադար մնալ հացար ու ինձիպեր։ Եվ գինը սավ Քու դեր ասվածդ կենթանի է, որ նգանակ չունիմ, բայց միայն գարասի մեջ մեկ փուրի չափ ալույր գա, ու գուժի մեջ ալ քիչ մյուղ գա, եւ ահա երկու գդոր փայտ կժողվեմ, որբեսի երթամ զանիգա ինձի ու իմ դղուս համար եփեմ, եւ ուդենք ու յետքը մեռնինք։ Ու Եղիա նորը սավ, մի վախնար, կնա ըսածիդ պես ըրե, բայց անգենախ ինձի համար բզդիկ շոտ մշինե, ու ինձի պեր, և կեզի ու քու դղուտ համար ետգը շինե։ Քանզի Իսրայելի դեր ասված այսպես կսե, գարասեն ալյուրը բիդի չբաքսի, ու գուժեն յուղը բիդի չբաքսի, մինչև այն օրը, որ դերը երգրի վրա անցրև դա։ Եվ գինը կնաց ու Եղիայի սածին պես ըրավ, ու անիգա և ինք ու իր ընտանիքը շատ մադեն գերան։ Գարասեն ալյուրը չհադավ ու գուժեն յուղը չբաքսեցավ, դերոջը Եղիայի ցերքով զրուցած խոսքին համեմատ։ Դերոջ շնորհքով կշարունակենք մեր նյութը Եղիայի կյանքին շուրջ խորհրդածություն սկսած էինք անցյալ գիրագի Եվ այսօր հավելվածական ճշմարտություններ կուզեմ շեշտել մեր մխիթարության և հավատքի ամրապնդման համար։ Առաջ որ տեսնենք Եղիայի գոչը, որ ժողովրդին ուղեց, գարշե գետրոնանալ որբևարի գնոջ հավատքին վրա։ Այս հատվածը, որ գարտացինք, հստակ կտեսնենք։ Հավատաց, որ Եղիա Աստուծո գողմե ղրգված մարդն է, մարգարեն է, և իր հավատքը փաստեց։ Ինչպես մեկը գրնա իր սրդի մեջ ունեցած հավատքը փաստել, ապացուցանել։ Միակ ապահով և ճշմարտապես եղող փաստը հնազանդությունն է։ Աստուծո մարգարեն հավատալը, որ այո, Եղիան եկավ ըսավ, լավ է։ Աստուծո քոյության հավատալը լավ է, ամեն մարդ կհավատա։ Հիսուսի աշխարհ գալուն հավատալը լավ է, բայց այսօր ճշմարիտ և ապահով ապացույցեր չեն սրդի մեջ եղած հավատքին։ Միայն մեկ հնազանդություն։ Երբ կհնազանդիս, այն Աստուծուն, որու քոյության կհավատաս, այն ադեն ճշմարտապես հավատացած կլաս։ Այս կինը հավատաց, հնազանդեցավ, հնազանդությունով փաստեց։ 14-րդ համարի մեջ հիշված խոսքերուն հավատաց։ Գսե, քանզի Իսրայելի դեր ասված այսպես գսե, գարասեն ալյուրը բիդի չհատնի ու գուժեն յուղը բիդի չբաքսի։ Հավատաց, ըսավ գավադամ ինչ որ ըսիր։ Թերևս լսած էր այս որբևարիգինը, որ մարգարեմը ակահապի կնաց և այս մարգարենը լալու է, և ասված վարձադրեց այս կնոջ։ Իր հնազանդությունը հավատքը տեսնելով վարձադրեց։ Ինչպես տեսանք, այս կինը մեկ օրվա ուտելիք ուներ։ Իր ավելցածը չդվավ,
մեկ օրվա իր ունեցած այսր եւ հնազանդեցավ ասավ օքեյ քու ուզածդ պիտի անեմ եւ այդպես փաստեց որ ինք գահավատար Քալով Եղիա մարգարեին մինչ Եղիա Աստծո հոգադարությունը գվայելեր Աքահաբ ու իր գինը Հեզապել դերոջը մարգարեները գսպաննեին անցրև չկալու պատճառով եւ գտեսնենք Եղիայի երկրորդ առաքելությունը 18-րդ գլուխին 1-2 համարները եւ շատ ադեն անցնել են իդ դերոջը խոսքը երրորդ դարին Եղիայի եղավսելով քնա Աքահաբի երևցիր ու երկրի վրա անցրև պիտի դամ ու Եղիայի Աքահաբի երևնալու քնած ու Սամարիայի մեջ սաստիկ սով գար Եվ եթե գարտանք շարունակությունը երրորդ համարեն մինչև վերջ գտեսնենք հոս մեկը որ Աքահաբ թագավորին բալադի մեջ գտնվեր ծարամներ որուն անունը Աբդիա էր գարտամ ու Աքահաբ իր դանը դնդեսը Աբդիան գանչեց ու Աբդիա դերոջմեն շատ գվախներ ու երբ Հեզապել դերոջը մարգարեները չարթեց Աբդիա 100 մարգարե արավ ու զանոնք 50 քարայրներու մեջ բահեց ու զանոնք հացով ու չրով գերագրեց Ինչ քեղեցիկ դասեր կան երբ Եղիա մարգարեի կյանքը գուսումնասիրենք գսերդենք Աստված ամեն դեղ իր մարդիկ ունի Եղիա գարձեց, որ առանցին մնացած էր։ Այս մարդը, ինչպես գարտացինք, արժանահավատ անցմն էր և Աստուծո վախը ուներ իր մեջ։ Դերոջը մարգարեները բահեց, ինչպես գարտացինք։ Ասիկա լուրջ, հանցանք մն է, թուն Դերոջը մարգարեները գբահես, գիտես, որ ով որ թագավորին խոսքին բդիկ չնե, վտանգի գենթարգվի։ Իրապես Աստծո կործածած միջոցները հրաշալի են։ Չար թագավորի մկով Աստված իր վգան ունի։ Սկանչելի թասեր կան այս մարդուն կյանքը երբ կտեսնենք։ Աստված գիտե բարեբաշները ինչպես պիտի բահե։ Ան շատ լավ գիտե։ Աստուծո կործերը մեր հասկացած ծևով չէ միայն, հաբա նաև մեր միտքեն ավելի անթին գերտա։ Այո, Աստված գիտե ինչպես բարեբաշները պիտի բահե, որտև Աստուծո վախը ուներ, ան Դանիելը Բաբելոնի մեջ բահեց, ինչպես բահեց, շնորհ կրավ, Հովսեփը Եգիպտոսի մեջ բահեց, եւ այս մարդը Աբդիան 7-րդ համարի մեջ կտեսնենք իր խոնարհությունը խոնար էր այս մարդեն գսորվինք այն ճշմարտությունը որ պետք է ամեն մարդ հասկանա թե երբ մեկը ուզե Աստուծո ուզածը անել պիտի անե ուր որալ գտնվի պատճառաբանություններ չի կալեր ընդունելի չեն Աբդիա գրաբաշներով շրջապատված, բայց հոժարեցավ, Աստծո վախ ուներ և բահեց մարգարեները։ Երկրորդ, այս մարդեն գսորվինք, թե Աստուծո այդ քալելը անձնական որոշումն է, անձնական։ Այնպես որ գրաբաշներով շրջապատված չար թագավորի մկով, բայց մարդը ինքը անձնապես որոշած է Աստուծո վախով ապրիլ։ Գտեսնեք, այսօր մարդիկ ինչ պատճառաբանություններ գնեն։ Ես կուզեմ ապաշխարել, բայց չեմ գիտեր ինձի բախնամ, որ ձուր աչքով նային, կամ վրաս խնդան ծաղրեն, եւ այլն, այսպեսի հաշիվներ գնեն, ասոնք ուրիշներու աստեցության տակ կապրին։ Ուրեմն Աբդիա երբ Եղիան տեսավ
գտեսնենք անոր խոնարհությունը ու երբ ապտիա ջամփու մեջ էր եղի անոր թիմած ելավ ու ապտիա զանիգա ջանցածին պես իր երեսին վրա ինգավ ու սավ արդյոք իմ դերս եղիա թունես երեսին վրա խոնարեցավ իսկ ակապ երբ եղիային տեսավ ինչ չրավ ապտիա երբ տեսավ երեսին վրա խոնարհություն դրավ իսկ ակապ ինչ ասավ եւ անոնք երգիրեց մեծ բաժնեցին բդդելու համար ակապ մեկ ջամփու միակ քնած հոստեղը գսե ակապ երբ տեսավ 18-րդ համարը գկաչալերը որ 18-րդ գլուխը գարտակ 3-րդ թագավորած եւ ասավ անիգա ասավ Իսրայելը ես չի նեղեցի 17 Եվ ակապ եղյան դեսածին պես ակապ անորսավ Իսրայելը նեղության մեծ ցկողը թունես եղյակը պատասխան է ոչ ես չեմ ուրեմն նայեցեք երկու անձեր կան մեկը ապտիա ծառա մույսը թակավոր ապտիա դեսածին պես եղյային խոնարեցավ իսկ ակապ թունես պատճառը եղյան վերակրեց անցրև չկալուն եւ այստեղ ինչ կտեսնենք ակապ դրված բադիժեն փամը չհասկացավ աստծո բադիժին դագեր չհասկացավ հանցանքը եղյային վրա նետեց մեզյալ երբեմն նույնը գբադայի եղյա բադիժին պատճառը գսե եւ ան ակապ չընդունիր հին ուխտի տնտեսության մեջ եթե հիշեք բադիժը ինչպես էր հին ուխտի տնտեսության մեջ բադիժը ամբիջական գլար եւ դեսանելի հետևանքը զգայացունց մեր դրամապանությունն ալ երբեմն գսե ադիշ տեսակ աստված է որ այսպես խիստ է սակայն կարևոր պատճառներ կար անորամար հին ուխտի տնտեսության մեջ աստված հատուկ ժողովուրդ մը ընտրեց որբեսի մեղքին լրջությունը ցույց տա իր ժողովրդին ըսկուշացնե որբեսի իր ժողովուրդը մեղքի մեջ չքալե չշարունակե որբեսի մեղքը չդարածվի ժողովուրդներու մեջ անորամար բադիժը ամբիջական գլար շնորհքի տնտեսության մեջ աստված փոխված չէ նույնն է զգսպունքը փոխված չէ երբեք մեղքին բարձ կմա է սակայն երգայնամիտ կլա եւ այսօր ամար փառք կուտանք գահամբերը երգայնամիտ կլա որտեւ ուրիշ մեր մեղքերուն քինը վճարեց եւ սարսափելի երևույթն է որ անցամբ ես դեսած եմ հավատացյալներ որոնք բադիժի դակ են ուղագի աստուծո գոմե գբաճվին հոգերնինչ փոխանակ խոնարելու փոխանակ մեղքեն հրաժարելու փամը չեն հասկնա բադիժի դակ ակապ այդ վիճակի մեջ էր հիմա գետրոնանանք կուզեմ գետրոնանալ եղիա մարգարեին գոչին որ իր ժողովրդին ուղեց որ ժողովրդին հրյա աստվածաբաշտ ժողովրդին որ չար թակավորին աստեցության դակ փաղը գբաշտեին եւ պիտի գարտամ 18-րդ գլուխին 21-24 համարները ու եղյա բոլոր ժողովրդի մոտեցավ ուսավ թող մինչև երբ երկու մտքի վրա գգաղակ եթե Եհովա ասված է անոր յետևենք կացեք իսկ եթե փահաղ ասված է անոր յետևենք կացեք եւ ժողովուրդը փնավ պատասխանը չդվավ պատասխան չիրա ու եղյա ժողովուրդին ասավ դերոջը մարգարեն ես միայն մնացի եւ փահաղի մարգարեները 450 մարդիկ էին ուրեմն մեզ երկու զվարակ դրվի ու զվարակի մեկը եւ այ հոնդեղը կորձողությունը գալ ժամանակս ծախվարդեմ սելով գարտացեք ասիգա ուրեմն ժողովրդին գոչ ուղեց մինչև երբ գամ աստուծո գամ փահաղի այս գոչը ժողովրդին խելքին ուղեց հոս դրամապանական գոչ մներ նաեւ ժողովրդին խիղճին ուղեց
մինչև երկու միտքի վրա գգաղակ, անոց ընդրության մարչև թրավ, չստիպեց, ասված և անոր ձարաները չեն ստիպեր երբեք, պրնագալներ գստիպե միայն, ասված պրնագալ չէ, իր ձարաներն ալ պրնագալ չէ, գոչ կնե, գոչ կուղ է, ազատ ես, ինչ որ այսպես մենք ուսուցանենք, գկարոզենք, ազատ ես, գնթունիս կամ ոչ, քու ընդրությունը դե, նաև այս գոչը ժողովրդին սիրդին ուղեց, գարտացեք 30-րդ համարը, Եղիայի նպատակը Աստուծո ժողովրդին սիրտը Աստուծո դարձնելն էր, այս է ճշմարիտ մարգարեի նպատակը, այս է, դժբախտաբար անոր գոմե գրգված մարգարեները մերժված են ժողովրդի մեծամասնության կողմը, գգարտանք ժողովուրդը փնա պատասխան չտվավ, գիշեք այդպես գարտացինք, երբ սավ ընդրեցեք, եթե Եհովա ասված է անոր հետևեն կացեք, իսկ եթե Բաղ ասված է անոր հետևեն կացեք, և ժողովրդին պատասխան ինչ էր, ժողովուրդը փնավ պատասխան չտվավ, լուր գեցան, շատ խելացի են, արդյոք խոնար են, համբերող են, ոչ, չի պատասխանելը, լուր գենալը իրենց թիրքորոշումներ, բայց Եղիա չանաց իր ժողովուրդը, Աստծո ժողովրդին սիրտը մոտեցնել, հիմա մորնանք ժողովուրդը, ցիկ է, քու թիրքդ ինչ է, երբ ասված իր մարգարեն գղրգե ու բատկամ մը գփոխանցե, ինչ է քու թիրքդ, ասոր վրա պետք է խորինք, ազատ ես, սակայն պետք է ընդրես, անպայման, զոյի սեղանը փլած էր, Աստուծո հետ հաղորդակցություն չկար, ուրեմն, երբ որ ասված կխոսի, մեղմը գմատնանշե կյանքիդ մեջ, ինչ է քու թիրքդ, գոժարիս դուրս անել, ուրեմն նորոգել սեղանը, որովհետև 30-րդ համարի մեջ այդ կգարտանք, տեսանք ինչպես ժողովրդին թիրքորոշումը և պետք է իրապես անգեղծությամբ խորինք յուրաքանչյուրս, երբ մեր դամ մեջ Աստծո խոսքը գարտանք, կամ հերադեսիլի վրա Աստծո ձարան գխոսի, ճշմարիտ մարգարեներ, կամ ովևէ միջոցով, ինչ է քու թիրքդ։ Եվ այս հատվածի մեջ կտեսնենք ինչպես ասված ինքզինք կհայտնե 18-րդ գլուխին 30-րդ համարը զոր չգարտացինք, հոնսեղանը ամենը դեղավորեց և ասված ինքզինքը հայտնեց, գրագի իջավ և լապեց ամբողջ զոհը։ Հին ուխտի տնտեսության մեջ ասված ինքզինք այսպես կհայտներ, երևելի և զգայացունց կործերով գխոսեր, այդ ծևով ժողովրդին ասել ուզեց, որ Եղիան իմ ձարաս է, մտի գրեք անոր, մտի գրեք։ Հաստատվեցավ, որ Եղիա Աստծո կողմէ ղրկված է։ Եվ 19-րդ գլուխի մեջ եւ ասո գուզեմ վերջացնել, չուզեցի քալգիրագի եւս խոսիլ, 3 ճշմարտություններ կտեսնենք, որ հիանալի է, հիանալի։ 19-ը 1-ն 3 պիտի գարտամ։ Եվ ակապ Եղիայի փոլոր ըրածը ու անոր փոլոր մարգարեները սրով մերցնելը Հեզապելի բատմեց։ Հեզապել ով է, ակապին գինը։ Ու Հեզապել բատկամավոր մղրգեց Եղիայի սելով, ասվածները այսպես ու ասկի ավելին են ինձի, եթե վաղ այս ադեն քու անցդ անոց մեգուն անցիմ դեղ չտնեմ։ Ու Եղիա այս բանը տեսնելով ելավ իր անցին ազատության համար գնաց եւ Հութայի Փերսապեեն մտավ ու իր մանչոն ցկեց
եւ ինք անաբադի մեջ մեկ օրվան ջամփա քնած ու քիհի մդակ նստավ եւ սրդանց մերնիլ ուզեց ու սավ ալ հերիքե ով դեր ար իմ հոգիս ինչ քեղեցիկ դասեր կան Աստուծո մարգարեն խոսքը տեսնենք որ վախցավ այնպես որ այս վախը թերևս մեզի զարմացնե բայց մի զարմանանք մարդը մարդ է դգարություններով թերություններով լեցուն Հագարագանոր հոստեղը, որ գարտացինք հեզապել ակապին էտ միասին, հրաշ կդեսան, և լսած էին հրյա ժողովուրդին մեջ կադարված հրաշները, լսեցին, բայց դագավին գորոշեն աստուծո թեմ գենալ, դագավին իրեց աստվածները գպարավորեն, հեզապել այդպես ասավ, գսե եղյայի, աստվածներ այսպես ու ասկի ավելի են եմ մեզի, մեկ ասված չեր, երկու ասված չեր, լեցու, դասնյակ ասվածներ, ակապն ալ նույն օրավ, հրաշ կդեսավ և եղյային հանցավոր հանեց։ Եվ այստեղ ուզեմ քիչ մգետրոնանալ, ինչ գծություն է այս։ Այս գծություն է թե հրաշները չգրցան խոնարհությունը ստեղծել մարդու մեջ։ Հրաշքը չգրցավ աստուծո վախը թնել սրդի մեջ, չգրցավ հավատք ստեղծել, սակայն աստուծո խոսքը հավատք ստեղծել, անոր համար անոնք որոնք եկեղեցիներ գերտան և անդեղը փեմին վրա մարդը հրաշք մգբատն է, ասպես եղավ, այնպես եղավ, ոչ թե հրաշքը ինքը գադարեց, հաբագբատն է, պատմությունը, դեսած չէ, լսերը, շինցու, չապազանցված, և ինչ կգարձե, մինչ ինք հրաշքը գբատն է, ժողովորդի մեջ ամեն, 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 ալելույա գլսե, գգարձե, որ ժողովորդի մեջ հավատք ստեղծեց, որդև այդպես կխանթավարվի, հրաշները հավատ չեն ստեղծել, ժամանակավոր լավ ըսկացումներու մեջ, ալելույա, Փառք Հիսուսին դեսար, մեր Աստված այսպես է, այնպես է, գիտեք մեր Աստված ինչպես է, մենք ինչպես ենք անոր հանդեպ, աս հոս է կարևոր, ուրեմն, պատմության մեջ հայտնի է միջև այսօր, մարդիկ, որոնք հրաշներ գլսեն և Աստուծո ողջամիտ վարդապետություն չեն լսել, քաջաճ կմնան, քաջաճ և զանազան ունակություններուն քերին գտարնան։ Ուրեմն կարևորը Աստուծո խոսքը լսելն է, խոսքը։ Փարիսեցիները բոլոր ղեկավարներով, ժողովուրդով ամենաշատ հրաշները տեսան իրենց կյանքի մեջ, այդ ադեմվա մարդիկը։ Մեկ չէ, երկու չէ, տասնյակ, հարյուրավոր հրաշներ տեսան։ Այդ հրաշները հավատ ստեղծեցին իրենց մեջ։ Ոչ։ Ուրեմն Աստուծո խոսքը պետք է լսես, ողջամիտ վարդապետություն, որովհետև խոսքը հավատ կստեղծի, խոսքի մեջ կյանք կա, հոգի է, զորություն կա, և այսպեսով ուրեմն խոսքին քարոզչությունը շատ կարևոր է։ Ինչպես ասի այսօրվա սուրբ մարգարեները ոչ թե հրաշներ դեսան, հաբա հրաշները մասին գխոսին, ասիշտեղ ասակ փամը եղավ, գես շինցու, գես իրական, չապազանցված, միջև լուրը հասնի ապրիգեի մեջ և այլն, և ժողովուրդն խանթավարված։ Անոր համար դքիդության մեջ են մարդիկ, ողջամիտ վարդապետություն չեն լսեր։ Երկրորդ Աքաբ հոստեղը հեզապել գսե Եղիային գսպարնա, Աքաբ թիր չի բռնեց։ Աքաբ կնմանի այն այրերուն, որոնք գվախնան իրենց գիներեն։ Գվախնան։ Չգրցավ ասել,
Ակապ իր գնոջ հեզապելի չգրցավ ասել, մեր աչքերովը տեսանք։ Եղյան եկավ եւ ասավ, անցրե բիչիկա։ Գադարվեցավ։ Եվ այս ժողովուրդը, որում մեջ ենք մենք գալ հրյա երակա, բայց հեզապելին աստեցության դակ չար թակավոր մներ։ Չսավ որ Եհովա Աստված այսպես սրավ, այնպես սրավ, մենք պետք է հրաժարինք այս չասվածներեն, չսավ։ Սոսկալի է, երբ որ այր մարդը իր գնոջ պամբը չի գրնար ասել, չի գրնար և սխալ տեսնել, նույնն է նաև ճշմարտությունը, անշուշտ նյութեն չեմ ուզեր շեղիլ, բայց այս ճշմարտությունն ալ գտեսնենք հոս, չգրցավ իր գնոջ դեղը նստեցնել ասելով, որ վերջացա պետք է հրաժարինք։ Երրորդ ճշմարտությունը հոստեղը որ գարտացինք մեգեն 4 համարները հավատքի գողմանե եղյային դգարության մատնվիլը։ Վսավ ալհերիք է ովդեր, վաղցավ, փախավ և սրդանց մերնիլ ուզեց, ար իմ հոգիս ըսավ։ Սուրբ Գիրքի մեջ երևելի մարդոց հերոսությունները հիշված չեն միայն։ Հուսախապ պիտելլայինք, եթե այս մեր պրնած քիրքը, որ ուգահավադանք և գկարոզենք, սուպրմեններով լեցուն արդասովոր մարդոց կործերը, գյանքերը, գադարած կործեր ասպես կրված լային, ես այնադեն մեկ կոմբիտ տնեի, վիցի աս քիրքը, ինձ համար չէ ասիգեչ, բայց աստուծո հոգի ներշնչեց, որբեսի աստուծո սուրբ մարդոց անգումները դգարություններն ալ հիշվին, որբեսի մենք մեր չափը չանցնենք, մենք մեզի մեծ համարում բչդանք, մենք ալ դգարություններ, թերություններ ունենք։ Հեզապելի խոսքերեն վաղցավ, թուն իմ մարգարեները սկսպանես, վաղ այս ադեն քեզի անուց նման մեկը բիտնեմ, վաղցավ, ինչպես գլլա, մարդ է, հրեշտակ չէ, մարդ է, անշուշտ հեզապել իր խոսքը չգադարեց և սրդանց մերնիլ ուզեց, ար իմ հոգիս ըսավ, բարեբախտաբար այս տեսակ աղոտներ չեն պատասխանվիր, ինչ որ եղյայետ եղավ այս բարական որ գտեսնենք, մեզի հետ ալ նույնը գլլա, մեզի հետ ալ, հուսահատության մատնվիր և նեղութենե ազատելու համար գսենք, ար իմ հոգիս, ոչ թե Հիսուսը գարոցած ենք, անոր համար գուզենք ով երթալ, չէ, նեղություններ, թժվարություններ կան, ալ չեն թիմանար, ար իմ հոգիս ով դեր, գմորնանք, որ աստուծո աչքը մեր վրա է, մեր մեջ վախ մգուկա և այդ վախը թույլ չի դար, որ աստծո վստահենք և շիդակ որոշումներ առնել։ Քրիստոնյային համար վախը բնական երևույթ է, անբնական չէ, զարմանալի չէ, անբնական գլա եթե դեղի դանք, այնպես որ բեք չէ վախտանք։ Եվ եթե հարցնենք, մեր քիչմը միտքը հոգնեցնենք, ինչ պիտելլար, եթե ասված եղյային բադասխաներ, ատպես սավ չէ, իմ հոգիս ար, սիրով, կովս եգուր, ինչ պիտելլար, եթե այդպեսներ, հրեղեն գարկերով ծիերով վերբիչելլեր, այնպես որ չլլա, որ գյանքիտ մեջ ասես, ով ասված ար իմ հոգիս, ով ես թուն, անոր վստահ է, և ասես շնորհակալ եմ, որ ինձ գյանք կուտաս, ինչ փարիկներ ունիմ, երբ մեր շուրջը տեսնենք, այնպես որ անոր վստահենք, և եղյայի նման չսենք, ար իմ հոգիս, սպասենք, որ անմիջամտե, և հավատանք, որ բարի գործակից պիտի ընեմ։ Նեղություններու մեջ պետք է անոր վստահենք։
Եկեղեցու հայրերը մեկը ասած է նեղություններու մեջ թեպի Աստուծո փախիր ու ոչ թե Աստուծ մե փախիր անոր անգելավը չի գա երրորդ ճշմարտությունը հոս կտեսնենք Աստուծո բռնած թիրքը Եղիային հանդեպ եւ ասով վերջացնեմ երբ ան դգար էր երբ սավ ալ հոգնեցա հերիքը ցևո մքանքադ է հոգնեցա հոգիս ար վերջացավ ինչ էր Աստուծո թիրքը ուզեմ որ գարտակ 18-19-րդ գլուխները խայդարագեց ամոթ քեզի չես համճնալ հրաշ կըրիր այդ գինեն գվախնաս չխայդարագեց հաբա մեղմ ու փարակ ցայնով անոր խոսեցավ անոր ով Եղիա հոս ինչ բան ունես որտե փախավ հոս ինչ կնես նախաբես հրեշտակը զորացուց անոր ֆիզիկաբես մարմինը զորացուց ասված անոր հոգին զորացուց եւ հետը հատկանշական է այս մեղմ ցայնով շատ ներոամիտ կլակ խոշիս եկավ մեղմ ցայնով երանի թե մենք ալ իրարու հետ մեղմ ցայնով խոսենք անուշությամբ խոսենք ես հասակ եմ իմ փնավորությունս ասի հավն է ցարավը չէ չլար մե աղոր անուշ խոսենք իրարու հետ ասված Եղիային չխայդարագեց եթե մենք լայինք թերևս գարտալու ժամանակ ալդսենք վայ Եղիա վայ ինչպես կլա դու վաղցար հեզապերեն փախալ չի վայելեր քեզի աստված արցանակրեց որբեսի գիտնան Սուրբ Քիրքը որովհետև Աստուծո մարդոց կործած մեղքերն ալ արցանակրած է անոնց դգարություններն ալ արցանակրած է անոր համար Սուրբ Քիրքը ասված արդար է Դավիթի կործած մեղքը արցանակրեց Սամսոն քնած խնամի եղավ բղշտացիներուն հետ այդ վիճակը ամոթալի վիճակի մատնվեցավ արցանակրեց այնպես որ սորվինք Եղիայի կյանքեն ապտիային այս որբևարի գնոճմեն որ մենք հավատք ընձայենք ոչ թե Աստուծո որ ուգահավատանք կասկած չկա հաբա անոր խոսքերուն անոր ըսածներուն այնպես որ դեր օրհնեցեսի եւ իր շնորհքի մեջ բահեի շարունակություն եթե գարտակ երբ որ ասված կսե հոսիչ կորձունից ետ դարձիր Եղիա դարձավ ետ դարձավ այնպես որ արդյոք մենք ալ մեր վիճակը հիմա ինչպես է դերը գիտե թուն գիտես արդյոք պետք է ետ դառնաս իրեն Աստուծո դառնաս Եթե պետք է ներողություն խնդրես ով դերները ինձ քանի անգամ ես ալսի արիմ հոգիս ալհերիկ է չեմ թիմանար թերևս քանի անգամ թերահավատություն ցույց տվիր դերը խայդարակ պիտի չնե բարեկուտ ողորմած ասված է անոր քիրգը քնանետվիր եւ անքեզ պիտի ընդունի իր փառքին համար ամեն Երգին շնորհակալ ենք Տերոջմեն կարևոր թասերուն համար եւ դերը շնորհե որ հաստատ միտքով եւ հավատքով ապրինք կյանքմա որ Տերոջը անվան փառք եւ բադիվ գբերե եւ մինչ հնազանդության հոգիով գաբրինք մարդիկ մեզ դեսնելով դերը դեսածլան Բիդի վերջացնենք երկելով 297-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոտքով պիտի փակենք։ Ինչու ըլլամ ես ընկճյալ, շուքերալ բադենզիս։
Այո, ով դեր դու մեր հոգադարն ես, մեր ճշմարիտ հովիվն ես և ամեն պետք հայթայթող ես։ Փառք ու տանք Մխիթարիչին համար Սուրբ Հոգին, որ մեր սրտերու մեջ կփնագի և մեզ գարաչնորհի ամեն ճշմարտության և մեր կյանքերը կջոխացնե, կհիշեցնե, որ մենք օդար և բանտուղտ ենք և քեզ ունենք, որպես թագավոր Թեհոս և թե հավիտենականության մեջ քեզի հետ պիտի լանք, փառք ու տանք Տեր, օգնե մեզի, որ մենք պատրաստ լանք սորվելու, ընդունելու մեր վիճակը և Տեր քեզի վստահելու այդ շնորհքը ամեն մեկուս դուր, ըլլա որով Տեր մենք կյանքի զանազան դժվարություններու մեջ երբ կգտնվենք, բարականերու մեջ
անհաջելի վիճակներու մեջ օգնե որ մեր աչքերը քեզի ուղենք եւ այսպեսով խաղաղությամբ թիմակրավենք այդ դժվարությունները արցակե մեզ քու խաղաղությամբ փարքիդ համար ամեն Amen.